Նոր որ քննարկում էինք տրանսպորտի հարցը, այո, Մխիթարյան Ռուզաննա, Պրոշյան համայնքի։ Ես 20 թվին եմ տեղափոխվել Վերա Քարվաճարի շրջանից, այնտեղ եմ աշխատել երկար տարիներ, մանկավարժ եմ աշխատել Սամանամերձ գյուղում եւ Քարվաճարը հանձնելուց հետո 20 թվից հետո ես ապրել եմ Պրոշյան համայնքում։ Ես մի կերպ աշխատանք եմ գտել դպրոցում, շատ ցածր աշխատավարձով, 83600 դրամ աշխատավարձ եմ ստանում։ Չունեմ այլ եկամուտ։ Ես մեկ տրանսպորտով եմ գնում աշխատանքի, փաթեթ եմ առել անսահմանափակ 9000 դրամ։ Հաշվեք, 83000-ից հանեք 9000-ը։ Ես առել եմ այդ քարտը, օգտվում եմ դրանից։ Հիմա եթե նոր տրանսպորտ եմ մտնելու, 400 դրամ էլ ես ի վիճակի եմ վճարեմ, գնամ չգիտեմ որտեղ իջնեմ, ժամանակի առումով նաև, առանց այն էլ ծանրաբեռնված է, չէ՞ գծերը։ Ես ժամ ու կես հազիվ հասնում եմ իմ աշխատավայր։ Հիմա ես պետք է գնամ մի անկապ տեղ, որի հետ ես կապ չունեմ, այդտեղից նորից շատ ծանրաբեռնված տրանսպորտով ես նորից գնամ հասնեմ աշխատավայր։ Ոնց է գտնում, ասենք, մեր պահանջը, եւ դա բոլորի հետ է, ուսանողության հետ, խնդիրներ առաջանում։ Պրոշյան համայնքը ունի մեկ դպրոց, որ աշխատում է 3 հերթափոխով։ Շատ աշակերտներ ընտրել են իրենց դպրոցների երթուղին այնպես, որ համապատասխանում է 25 համարի ավտոբուսին։ Հիմա բա ինչ անի այդ փոքրիկ երեխան, ինչպես ուր սովորի։ Ասում եմ մենք գնում ենք դեպի զարգացող երկրներ։ Ցանկացած զարգացած երկրում մարզիչ պետք է տրանսպորտ մտնի մեր երկիր։ Զարգացած երկրում հարգելի պարոն Սիմոնյան փոխնախարարն է, որ զարգացած երկրում պարգևավճարներ այնքան ստանում, իրենց մի ամսվա պարգևավճարը իմ մեկ տարվա աշխատանքն է, մեկ տարվա աշխատանքային գումարն է, դա որ զարգացած երկրում է, երբ հարցնում են ինչքան է քո աշխատավարձը, ասում են $200, այդքան է իմ աշխատավարձը։ Փոխնախարարը ձեր այս խնդրին մանրամասնորեն ասում եմ մենք զարգացած երկիր ենք, մենք գնում ենք զարգացում, ուր է իմ զարգացած աշխատավարձը, ասում դա ինձ չի հետաքրքրում, դա իմ գործը չի, բա ինչն է իրենց գործը։ Ինչն է իրենց գործը, ժամանակի առումով երկարում է, գումարի առումով շատանում է, ես վիճակի չեմ, տեսեք, օրն պլյուս անեմ 400 դրամ, ինչքան է անում։ Խնդրի չլուծման դեպքում, այսինքն դուք դպրոցից պետք է դուրս գաք, ստացվում է։ Իհարկե, այսինքն ես պետք է աշխատեմ միայն փոխադրամիջոցի համար։ Էլ ինչպես աշխատեմ, հետո տարիք գոյություն ունի, ես ամենտեղ չեմ կարողանա, չեմ մտնեմ անենց տեղ, որ ասենք բարձր աշխատավարձ ստանամ, իմ տարիքին չեն ընդունում ինձ, իմ մասնակցությունը մանկավարժ է, ես պետք է դպրոցներում մտնեմ, ասում եմ զարգացած պետությունը, ուր է զարգացած պետությունը, որտեղ է, այսօր ինչու եմ ես ստանում համայնքում մեկ դպրոց է գործում, համայնքում գործում է մեկ դպրոց 3 հերթափոխով։ Հետո, բացի համայնքի ամենամեծ համայնքի բնակչություն ունեցող համայնքներից մեկն է Պրոշյանը։ Նաև կան ուսանողներ մարզերից, որոնք բարեկամիտ են մնում, Վարձով են մնում, կան օտարերկրի քաղաքացիներ, էլի օգտվում են 25 համարի տրանսպորտից, այնպես չի, որ 25 համարը սենց հանգիստ նստել գնացել եկել ենք, առավոտյան այսպես ճխլվելով մի կերպ հասել ենք աշխատավայր, բայց այնքանով է ձեռ տվել, որ 150 դրամով 150 դրամով գնացել ենք, 150 դրամով հետ ենք եկել, հիմա մենք ի վիճակի ենք, 800 դրամ, որտեղից, դե հաշվեք ինչ է անում, ասում եմ մենք զարգացած պետություն ենք, դա զարգացում է գնում, ուսանողությունը մի տնից կա, որ 3 ուսանող է դուրս գալիս, այդ ծնողը որտեղ է աշխատում, ի վիճակի է 3 ուսանողի ավելացնել այդքան գումար, պլյուս
որ ժամին արթնանան, որ գնան ընկնեն պրոբկեքի մեջ, խցանումների մեջ, չգիտեմ ինչ տրանսպորտներով, 3 տրանսպորտով ուսանողը գնա, պատկերացնում եք, սա զարգացում է գնում։ Այսինքն քաղաքը առանձնացնում են, գյուղացին պետք է մնա անկերտ, կրթությունը նորաձև է, գյուղացին պետք է մնա անկերտ, միայն երևանցին պետք է սովորի, սա է։ Կառավարության պաշտոնյաների որոշումը կապված այս խնդրի հետ վերջնական էր, որևէ լուծում սրան Այո, չեմ կարծում, որ իրենք ի վիճակի են, ոչ, նրանք ասեն, որ 2006 թվականի որոշումը, 2006 թվի որոշումը, նոր կառավարություն ենք մենք, չէ՞, նոր կառավարություն է 2000, այո, ընտրել 2018-ին, բա 2006 թվականի որոշումը ինչու են բերել 25 թվականին կիրառում, ինչու։ Աղբահանության նույն տարբերակն է։ Պատճառաբանում են, որ որոշումները դեռ այն թվերին կար, պարզապես մենք հստակեցրել ենք արդեն։ Այսինքն մենք գնում ենք դեպի հինը։ Սկզբից 114 համարներ, շատ վատ վիճակում էր աշխատում, հիմա երևի մենք երազենք նորից։ Հողոքյացային մասնակցելու եք։ Իհարկե, կամ չպետք է աշխատեմ, բա ոնց ապրեմ։ Ինչպես ապրեմ, ես միայնակ մարդ եմ, ինչպես ապրեմ։ Ես 20 տարի սահմանամերձ գյուղում եմ աշխատել, ապրել, իրենք ինչ են արել, որ պարգևավճարներ են ստանում, ինչ են արել, պետությունը ինչով է ինձ օգնել։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, ձեզ կարելի է։ Պարոն Վարդանյան, լսեցինք բնակիչներին, ովքեր որ հանդիպել էին տարածքային